Բայց հիմա մենք արձանագրենք, թե մենք հիմա ինչ ենք ֆինանսավորում։ Ավտոմոբիլային ճանապարհ Հարագածոտնի մարզում Գետափի դպրոց գնացող 0.2 կիլոմետր ճանապարհի հատված, Վերին Սասնաշենի հիմնական դպրոց գնացող 1.6 կիլոմետր հատված, Գեղարքունիքի մարզում Ծափաթաղի դպրոց գնացող 0.8 կիլոմետրանոց հատված, Լոռու մարզի Աթանի հիմնական դպրոց գնացող 0.4 կիլոմետրանոց հատված, դեպի էլի Լոռու մարզում Շամուտի հիմնական դպրոց գնացող 0.7 կիլոմետրանոց հատված, Լոռու մարզում Բազումի թիվ 21 հիմնական դպրոց գնացող 1.2 կիլոմետր հատված, Սյունիքի մարզի Լեռնաձորի դպրոց գնացող 285 երևի վրիպակա, կիլոմետրա գրած, մետր հատվածի հիմնանորոգում և Տավուշի մարզի Լուսաձորի կրթահամալիր գնացող 1.5 կիլոմետր հատվածի միջին նորոգում և 700 մետր հատվածի հիմնանորոգում։ Հիմա հաջորդը սրանք նախագիծն ենք պատվիրում հիմա թվարկվածները և արդեն մրցույթների փուլում են Լոռու մարզի Ամրակիցի դպրոց գնացող 1 կիլոմետր հատվածը և Լոռու մարզի Բովաձորի դպրոց գնացող 416 մետր հատվածը։ Սրանք դպրոցների մասով կան դիտարկումներ, համեցեք Տիկին Անդրես։ Շնորհակալություն պարոն վարչապետ, ես կուզեի նաև ընդգծել, որ այն ինչի մասին մենք խոսում ենք, նաև տեղի է ունենում արդեն այսօր և ծնողների նախաձեռնությամբ, օրինակ մենք կապսում բացեցինք նորակառույց դպրոց և եթե այսօր գնանք և տեսնենք, թե որ բնակավայրերի երեխաներն են սովորում կապսի դպրոցում, կտեսնենք, որ հարակից բնակավայրերից էլ ծնողները հաշվի առնելով ձևավորված նոր պայմանները, իրենց իսկ միջոցներով այսօր փորձում են այդ հարցը լուծել և երեխաներին տալ հնարավորություն այդ դպրոցներում ընդգրկվելու։ Եվ ես առավել քան վստահ եմ, որ առաջարկվող համալիր մոտեցմամբ, որովհետև այլ բան քան մենք անում ենք դա հնարավոր չի կոչել, ձևավորելով դպրոցական նոր միջավայր, աշխատելով և ապահովելով նոր ճանապարհներ և ապահովելով նաև տրանսպորտային պատշաճ տեղափոխումը, մենք ըստ էության յուրաքանչյուր բնակավայրում, յուրաքանչյուր տանը ապրող մարդուն տալիս ենք հնարավորություն իր երեխայի համար այդ կրթության հասանելիությունը ապահովել։ Ու սա շատ կարևոր փաստարկ է, պարոն վարչապետ, որովհետև կարծում եմ ձևավորված խոսույթը ամբողջությամբ կեղծ է և մենք ուղղակի պիտի շատ չուզենք չտեսնելու, որ տարիներ շարունակ մարդիկ բնակավայրերից տեղափոխվել են, որպեսզի իրենց երեխաների համար այդ կրթությունը ապահովեն։ Մեր տասնյակ գյուղեր դատարկվում են, որովհետև երբ որ մարդկանց դատարկվել են արդեն։ Այո, երբ որ գալիս է երեխային դպրոց տանելու ժամանակը, բազմաթիվ են ընտանիքները, որ տեղափոխվում են զուտ այն պատճառով, որ իրենց երեխան գնա լավ դպրոց, իրենց ընկալմամբ և պատկերացմամբ։ Եվ հիմա կառավարությունը ասում է կարիք չկա փոխելու բնակության վայրը։ Ապրեք այնտեղ, որտեղ ապրում եք և ձեր երեխան կգնա լավ դպրոց։ Ես կարծում եմ, որ սա ամենակարևոր հանձնառություններից մեկն է, որ կառավարությունը ստանձնել է և մենք մեծ հաջողությամբ համատեղ գործընկերների հետ իրականացնում ենք 100-ից ավել դպրոցներում արդեն այդ պայմանները ձևավորված են, մյուսներում էլ աշխատանքները ամփոփման փուլում են ու կարծում եմ երևի ավելի շատ կոմունիկացիայի խնդիր ունենք այս ուղերձները ու այս տեղեկատվությունը տեղ հասցնելու, բայց սա գյուղերը զարգացնելու և ոչ թե հակառակի մասին է։ Համեցեք պարոն Խուդաց։ Պարոն վարչապետ, ես մի կարճ դիտարկում անեմ, այս ցանկը ավելի մեծ էր, քան ձեր ընթերցածը, ես դա նկատի ունեի, երբ որ ասացի կառավարության եւս մի որոշումով չզեկուցվող հարցերում էլի ճանապարհներ կան, որոնք դպրոցների ճանապարհներ են, մենք հետեւյալ բաշխումն ենք արել, մինչեւ 2 կիլոմետր երկարությամբ ճանապարհի պատվիրատուն կլինի տվյալ մարզի մարզպետի աշխատակազմը եւ 2 կիլոմետրից ավել երկարությամբ ճանապարհի պատվիրատուն կլինի ճանապարհային դեպարտամենտը, փորձել ենք այս բաշխումը անել, այո, եւ ձեր թույլտվությամբ ես ընթերցում նաև շարունակությունը մյուս մեծի մեջ կա, այդ թվում նաև դրանք են, շատ լավ։ Կարդամ, հեսա մյուս փաթեթն էլ կկարդամ, մի քիչ երկար է, բայց ոչինչ։ Համեցեք, ու կան այլ դիտարկումներ։
Շերտ եմ ուզում բացել, որի մասին մենք չենք մտածում, բայց նոր հիշեցի։ Աշխարհում շատ երկրներ իրենց որևէ թաղամասի կամ գյուղի, բնակավայրի անշարժ գույքի գները որոշվում են, թե այդ թաղամասում լավ դպրոց կա, թե չկա։ Այսինքն նույնիսկ երբ որ ուզում ես ձեռք բերես որևէ օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներն է դրանով ամենահայտնի, երբ որ ուզում են թաղամասում ձեռք բերել, ասում են այդտեղ գները թանկ կա, որտեղ այդտեղ շատ լավ դպրոց կա։ Եվ սա նաև բերելու է մեր այդ գյուղական համայնքների այդ իմաստով զարգացմանը, իհարկե նաև մյուս ենթակառուցվածքների իմաստով, բայց շատ կարևոր ցուցիչ է Տիկին Անդրեասյանը, որ ասում է տեղափոխվում են այլ բնակավայր, սա նաև այդ աշխարհում ընդունված ներքին միգրացիոն կտոր է, որ մարդիկ հաշվի են առնում իրենց տունը ձեռք բերելու այդտեղ լավ դպրոց կա, թե չէ։ Շնորհակալություն։ Լավ, հարգելի գործընկերներ, մենք այսինքն ես կարող ենք դնել քվեարկության այս հարցը, եթե էլ դիտարկումներ չկան, խնդրեմ ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է, չզեկուցվող հարցերի փաթեթով մենք ճանապարհային բավականին մեծ փաթեթ ունենք, որը վերաբերվում է եւ նախագծերի մեկ, այսինքն սկսում ենք պլանավորմանը եւ աշխատանքների ձեռքբերմանն էլ կա։ Պարոն Խուդաց։ Նախագծերի չէ, պարոն վարչապետ, աշխատանքներին առանձին կանդրադառնամ կամ հիմա Այսինքն այս փուլում նախագծերն են, սկսում ենք մեկ նախագծեր եւ փորձակնություններ եւ փորձակնություններ նախագծերն այլ բան։ Շատ լավ։ Հարգելի գործընկերներ, թվարկեմ այն ճանապարհները, որոնց նախահաշվային փաստաթղթերի ձեռբերման մասին որոշումը կայացրեցինք արդեն չզեկուցվող փաթեթով։ Սյունիքի մարզում M2 ավտոճանապարհի Անգեղակոթի Խաչմերուկի հարակից հատվածում ծանրակարճ եւ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների անշարժ կշռման նոր հենակետին մոտեցող 0.8 կիլոմետր ավտոճանապարհի կառուցում։ Արմավիրի մարզում Լուսագյուղ բնակավայրից դեպի Ակնաշեն եւ Էջմիածին բնակավայրեր գնացող 6.5 կիլոմետր ճանապարհահատվածի հիմնանորոգում։ Արմավիրի մարզ Վաղաշապատի համայնքը շրջանցող 4.6 կիլոմետր ճանապարհահատվածի հիմնանորոգում։ M3-ից դեպի Զվարթնոցի շենքեր թաղամաս։ Արմավիրի մարզում M3 միջպետական ավտոճանապարհի Էջմիածնից մինչև Դաշտ տանող 4.8 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում։ Լոռու մարզում Միխայելովկայի Խաչմերուկից դեպի Գոգավանի Մաքսատուն 7.8 կիլոմետր երկարությամբ ճանապարհատվածի հիմնանորոգում։ Տավուշի մարզի Երևանից դեպի Դիլիջան հատվածում ճանապարհի լուսավորության համակարգի կառուցում։ Այս ամբողջականի մասին է խոսքը։ Ամբողջականը կունենանք, պարոն վարչապետ, կամ ամբողջական կանենք կամ փուլերով։ Չէ, դե այստեղ հիմնական գաղափարը նրանից է Երևանից Դիլիջան ուզում ենք ճանապարհ լուսավորենք ամբողջը ծայրից ծայր, որովհետև դա ամենամեծ բանոկ ճանապարհն է եւ ամենաշատ վթարները այդտեղ են լինում եւ այսինքն գաղափարը հետեւյալն է, արդեն անցնում ենք այդ փուլին, երբ որ մենք ամբողջական, դե հաջորդ փուլում առաջինը սկսում ենք Երևան-Դիլիջանից, որը ընթացքում կնայենք ինչ փուլերով ենք անում, բայց նաև բնականաբար մյուս ուղղությունները մեր հիմնական ռազմավարական նպատակներն է, որ միջպետական ճանապարհները պետքա լուսավորություն ունենան, այսինքն գիշերը պետքա լուսավորություն ունենան, սա նաև տրանզիտային տրամաբանությամբ է շատ կարևոր, որ ճանապարհի անվտանգության մակարդակը բարձրացնենք, որպեսզի նաև միջազգային փոխադրումները Հայաստանով անելը լինի ավելի հարմար։